Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը կարծում է, որ հոգևոր մշակութային կառույցները եւ այդ կառույցների ներկայացուցիչները սպառնալիք են Հայաստանի Հանրապետության համար։ Օրերս Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը հրապարակել էր 2026 թվականի տարեկան զեկույցը Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ։ Զեկույցի վերջին էջերում առանձնացվել է գործակալական ցանցի ազդեցության գործակալների գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր մշակութային կառույցների ու դրանց հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում բաժինը։ Համաձայն այս բաժնի 2025 թվականի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունների աճ։ Նշված գործիքակազմը ներառում է ինչպես Հայաստանում գործող գործակալական ցանցի ու սատարվող ուժերի ակտիվացում, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին ուժերի հետ կապված նոր քաղաքական ուժերի կուլտիվացման գործողություններ, քաղաքական ինժեներիա, ասվում է զեկույցում։ Հետախուզությունն այս ակտիվացումը կապել է Հայաստանում նախընտրական գործընթացների հետ եւ շատ զգուշորեն հոգեվորականներին համարում է արտասահմանյան գործակալներ։ Արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնահատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը։ Այս դերակատարները կարող են ներգրավվել նախընտրական ու հետընտրական շրջանում, ինչպես նաև բուն քվեարկության օրը հանրային անհնազանդության ակցիաների քողի ներքո սաբոտաժի գործողություններ կազմակերպելու համար։ Ստացվում է, որ իշխանությունը եկեղեցուն տեսնում է որպես սպառնալիք նախընտրական շրջանում, հենց այդ պատճառով հայ առաքելական եկեղեցու դեմ սկսվել է արշավ եւ ճնշումներ հոգեվորականների դեմ։